Եվրասիական միության հետ ենք։ Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Մենք վեգան պետություն ենք։ Դատախազությունը Քոչյանից պահանջում է համարյա $200 միլիոն բռնագանձ։ 4 միլիարդի մասին էր խոսքը։ Ինչ եք կարծում գործարան են բացում։ Վերացրեք այս գործարանը։ Բարև ձեզ, եթե մարմ կոմեդին է, ու եթե հավատանք ռուս գիտնական Պավլովին, հիմա արդեն պետքա ցանկություն լինի ինչ-որ թեյ, ինչ-որ սուրճ, ինչ-որ համով բան հանելու։ Նաև հավելում էր Պավլովը լայքելու եւ բաժանորդագրվելու համար շատ լավ պահ է։ Նաև նոր տարուն առաջ կարող եք նվիրել Patreon ձեր ընկերոջը, թե ոնց կասին արեկը։ Այսա հետաքրքիր նորամուծություն է, այո, կարող է մարդ ունեք, որ ուզում է միանա Patreon-ին, ուզում է նայել մեր OnlyFans վիդեոները, բայց չունի այդ հնարավորությունը նոր տարին նվիրելու տարի։ Հենց հիմա այս հղումով անցնելուց կարող եք մեկ այլ անձի Patreon-ի membership նվիրել։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTP Holdings-ը բոլոր Patreon-ին միացածներին վաճառում է այն լավ արմատուրաները, իսկ Patreon-ին չմիացածներին էլի այն լավ արմատուրաները, որտեղ ուրիշ արմատուրա GTP ստիլը չունի։ Չկա այլ արմատուրա, միայն գերմանական տեխնոլոգիայով Արարատյան դաշտում ձուլված արմատուրաներն են։ Ուրեմն նայեք, վիճակը լրջանում է, նոր տարին մոտենում է, ուստեղ ուզվում է լավ լուր Բեդի ալկոից։ Մեր լավ տրամադրության գործընկերը Բեդի ալկոն ունի այդ լուրը։ Սուպերմարկետներում արդեն գործում են ավանորյա զեղչեր Բեդի ալկոյի արտադրանքի վրա։ Բում, զեղչերը նենց բան են, որ սիրում են դրանցից օգտվողներին, դրա համար օգտվեք։ Բեդի ալկո, լավագույն զեղչերը շարունակվում են։ Սարգսյան, ինչի՞ն շտաբ կանչեցիր։ Պարոն Մարգարյան, մեր զանգուգինին պատրաստ է։ Նուրբույր հայկական էնդեմիկ խաղողների համ։ Հրաշալի գինի եք ստացել, Սարգսյան, պետք է հպարտանաս։ Բայց կա մի կողմնակի էֆեկտ, որը հաշվի չենք առել։ You can try now, Jennifer. Ես իմ անուշ Հայաստանի աղևահամ բան եմ սիրուն։ Բա դլնեմ։ Էդի պետք չի գրել։ Չափազանց հայկական գինի է ստացվել։ Կանգնեցնենք արտադրությունը։ Կրկնապատկել, մենք չափազանց հայկականից բացարձակ չենք նեղվում։ Հոփա, ինչ եղավ երկուշիշե։ Դե մեր հին ու բարի հայկական մունացնելը մի թեթև ներթափանցել։ Եվ այսպես հետքը ահազանգեց, որ ԿՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը շուկականից էականորեն ավելի էժան գնով ձեռք է բերել անշարժ գույք։ Թույլ տուր կռահեմ, հենց այն գնով են տվել, որից մի խազել վերևելներ էլ չէր կարողանա օգտվել եկամտահարկի վերադարձի օրենքից, ես ինչ արագ եմ խոսում ես։ Այսպիսի բան ուղղակի հնարավոր չի, ասեց ոչ ոք, որովհետև մարդիկ եթե փորձել են երբևէ ինչ-որ բան ձեռք բերել, բախվել են դրա հետ։ Մենք չենք կարող ասել, թե ինչպես է քառակուսի մետրը 420,000 դրամ վաճառվող տունը պատգամավոր Հայկ Կոնջորյանը ձեռք բերել պարզ հաշվարկով քառակուսի մետրը 300,000 դրամով։ Ինչպես է Կոնջորյանին հաջողվել այդպիսի գործարք կատարել եւ խնայել 21 միլիոն դրամ։ Կարող է Black Friday-ն արել։ Այդ 21 միլիոնը հենց այն անունն է, որը անընդհատ կարակ զեղչեք, անխնա զեղչեք։ Բայց Կոնջորյանը հետքին արձագանքեց սեփական հրապարակումով։ Հայաստանյան լրագրության պերճանքն ու թշվառությունը մի հոդվածի օրինակով։ Հետք կոչվող հետաքննող լրատվամիջոցը ոտքից գլուխ կեղծոդված է երկնել paper ես շուկայականից էական ցածր գնով առանձնատուն եմ գնել։ Զանգել են կառուցապատող ընկերություն, հարցրել են այս պահին կան շուկական գինը, հետո այդ գինը տարածել են 1.5 տարի առաջ գնաց իմ տան վրա ու ստացել աստղաբաշխական թիվ։ Ստեղ Կոնջորյանի ասացում լիքը լոգիկա կա, այո, որովհետև միջև կառուցելը գինը միշտ ավելի էժան է, քան կառուցելուց հետո, խնդիրը ինչու՞մ է։ Դե հետքն էլ իր հերթին մի հատ մտնում է կառուցապատողի Facebook-յան էջ ու ստուգում է 1.5 տարի առաջվա գները ու պարզվում է ինչ։ Ընկերության Facebook-յան էջում հուլիսի 19-ին արված հրապարակման մեջ եւս նշված է 410,000 դրամ արժեքը։ Ստացվում է Կոնջորյանը ձեռք է բերել քառակուսի մետրը 300,000 դրամով, ինչն էականորեն ցածր է ընկերության հրապարակած գնից։ Այսինքն ընկերությունը այն ժամանակ էլ է մոտավորապես նույն գինը գովազդել, բայց մոլոդես 10,000 դրամ են ընդամենը թանկացել։ Հիմա այս թեմայի մեջ կարա չէ մտնի ու պարզաբանի այս հետքի հրապարակումը հակակոռուպցիոն են մարմինը։ Սերգեյ արդեն զբաղվում են։ Հոդվածների մեջ նշվում է, որ ինչ որ խնդիր կա
հայտարարի կամ գույքային դրության մասով, դա արդեն հնարավորություն է տալիս մեզ ուսումնասիրել։ Հարցումներ է անելու հանձնաժողովը, լսելու են Կոնջորյանի պարզաբանումները, Կախարգելել կոռուպցիա։ պահանջելու են ներկայացնել գործարքի պայմանագրերը։ Բայց Կոնջորյանը մի քիչ առաջ ընկավ ու ինքը ուղարկեց հարցում կադաստր, որպեսզի բարձի այն ժամանակ ով ինչ գնով է գնել այդ townhouse-ները։ Вообще դες կարելի է, հիմա որ ես կադաստրին գրեմ, ասեմ, ես ինչ տաղանասում, ինձ ասեք ով ինչ գնով է արել, ինձ պետք է տան, հա։ Ինչ պարզվեց։ Լսի, պարզվեց մի բան էլ թանկ է արել Կոնջորյանը։ Երկու հոգի 50 միլիոնով են գնել, մնացածը ճիշտ 55-ով, որպեսզի եկամտահարկը հետ ստանան։ Ու մի հոգի, մի խեղճ միամիտ մարդ գնելա 60 միլիոնով, որը այս ամեն չտեսավ, մտավ մի անգամից համարը վերցեց, զանգեց կառուցապատողին ու ասում է. «Յարա ձեռեք առնում, ես եմ մեջների կյաժը»։ Մի խոսքով, սաղ ոնց որ թե տոշնի, հա։ Հայաստանում հո չկա անց արատավոր պրակտիկա, որ գովազդեն մի թիվ, բայց վաճառեն այլ թվով, որը տեղավորվի եկամտահարկի մեջ, հետո իրար մեջ մի ձև պայմանեն, տենց բան չկա։ Որովհետև եթե լիներ ինչ որ հորինված Հայաստանում այդպիսի արատավոր պրակտիկա, կստացվեր որ լիքը հրաշք հարկատուներ փակվում են ուրիշ մարդկանց ինչ որ եկամտահարկի վերադարձ, որը вообще չպետք է լիներ, որովհետև այդ տները ավելի թանկ են կան գրածա։ Թե չէ հենց սա կհետաքննվեր ամենայն խստությամբ, ոչ թե ինչ որ մի դեպք, չէ։ Բայց մեր Հայաստանում ամեն ինչ այնց օպտիմալացված է, կառավարությունը հետևում է, որ ոչ մի բան ավելորդ չծախվի, նույնիսկ ինչ որ բաները վերադարձնում է։ Արա, բայց այդ մի հոգի սիրտս դառնաց, որ 60 միլիոնով առե, տանը երևի գլուխ ագովացե 75 միլիոներ 60-ով արա, հիմա պարզվում է սա հարևանները ավելի էժան են առը։ Հիմա մի հիմարություն չանի։ Ինչ հիմքով է դատարանը մերժել նավասարդ arczepiskopos Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցը, որ ներկայացրել էր գլխավոր դատախազությունը, գաղտնի են պահում։ Դատալեքսում այս տեղեկատվությունը փակ է։ Հակակոռուպցիոն դատարանից հրաժարվեցին որոշումը ազատությանը փոխանցել կամ հիմքերը հրապարակել։ Այո, վարույթ ունեցել ենք, ժամանակին ներկայացվել է հայցը դատարան եւ եթե չեմ սխալվում, հայցելիմը մերժվել է դատարանում։ Կճոյան, Կակի Կոնջորյան полностью невиновен։ Չէ, բայց Կճոյանի վրով մի հատ ուրիշ գործել կար։ Օֆշորները, ինչ եղան օֆշորները։ Օֆշորի գործը կարող է օֆշորի դատարանին են վերագրել։ Արարատյան թեմի առաջնորդը հայտնի օֆշորային գործով էլ է արդարացվել։ Բարձրաստիճան հոգևորականը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով խարդախության ու փողերի լվացման համար։ Խնդրեմ, Պաստորը սրբազան մարդ, Հավայի անուն էին կպցրել այս մարդուն։ Էս էլ էր, չէ, հետքը գտել են ժամանակ։ Մի բան կա, որ հետքը հրապարակել է ու միջև վերջ գնացել է, ինչ որ մեկը պատժվել է։ Այ օրինակ Նալբանդյանը։ Ոչ մի բան, պարզվեց մի հիանալի անձնավորություն։ Բայց Կճոյանի մասով все-таки մի հատ գործ կա։ Այսօր էլ ֆակտորը հղում անելու իր աղբյուրներին գրել է, թե arczepiskopos Կճոյանին ամռանը մեկ այլ գործով մեղադրանք են առաջադրել, ըստ որի Արարատյան հայրապետական թեմից գումար է կանխիկացրել ու տուն գնել։ Հուսով ենք այդ կանխիկացրած գումարը 60 միլիոն դրամ չէր, որով Կոնջորյանի կողքի տունն է գնել։ Նայեք, եթե մենք հիմա շատ կասկածամիտ նենք մարդ լինենք, կմտածենք, էտա Կճոյանը միացավ կաթողիկոսի դեմ արշավին ու գործերը դզվեցին։ Նորի շատ կասկածամիտ մարդ պետք է։ Հա, այդ մենք տես չենք։ Արդյոք դրա տակ չկա պայմանավորվածություն։ Գուցեև այս նպատակին, հա, համաձայնության հասնելու հեռահար նպատակ կար այսօր նրա համաձայնությունը ստանալու ինչ որ process-ներին մասնակից դառնալու, գուցե այլ խնդիրներ կան, սա իհարկե հիմա հնարավոր չի ստանալ հստակ պատասխանը, բայց բոլոր հիմքերը կան հիմնավոր կասկածի համար, որ այստեղ եղել է նաև կոռուպցիոն ռիսկ։ Լավ, էլի, կոռուպցիոն ռիսկ ժողովրդական բաստիոնում մեր մոտ, եթե պողպատեի հիմքեր չեն լինում, ոչ մի մեղադրանք չի հնչեցվում։ Հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրան տնկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագարեք դուք։ Okay, բացես մի դեպքից։ Ու Okay, եւս մի քանի դեպք։ Լավ։ Դրականը տեսնենք, կան նաև պաշտոնյաներ, որոնք չեն հավակնում անպայման եկամտի վերադարձով տուն ձեռք բերել, այլ սովորական պայմաններով տուն ձեռք բերել։ Ինչ է նշանակում եկել եք պաշտոնի, որ տուն առնեք։ Կներեք, մարդը աշխատում է, ընդ որում կատարում է շատ ծանր աշխատանք, այդ թվում եւ եսի մասին եմ խոսում, եւ իմ մասին եմ խոսում, այո։ $200,000 տունը ինչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Նայեք ինչի է այս հայտարարությունը տես մի տեսակ։
Ես լրիվ համաձայն եմ, որ պրոֆեսիոնալ մարդը Հայաստանում այո, պետք է կարանա աշխատի մի 10 տարում $200,000 եւ տուն իրան առնի, դա խնդիր չկա։ Խնդիրը նրանում է, որ այս իշխանությունը իշխանության եկավ ծայրահեղ պոպուլիզմով, ինչ որ դղյակներ վերադարձնելու խոստումներով, ծայրահեղ անտագանիզմ սերմանելով հարուստների աղքատների մեջ եւ սարեր խոստանալով վերադարձնել հենց այդ ժողովրդին։ Նու հա, բայց անում են։ Հենա Կոնջիրյանը թվարկում է ինչեր են նու դեռ չեն վերադարձել, բայց պլանավորում են մինչև իմ 65-ամյակը վերադարձնել Քոչարյանից ժողովրդին։ Գումարային դատախազությունը Քոչարյանից պահանջում է համարյա $200 միլիոն բռնագանձել։ Հիմա Քոչարյանը խոսում է ինչ որ նեղ շրջանակների կողմից տնտեսական բարիքներից օգտվելու համար։ Բաքեզանից ավելի լավ նեղ շրջանակ կարող է Քոչարյանի մոտ անձի երկատումը։ Ու հիմա ուրիշ Քոչարյան է խոսում, ոչ թե այն Քոչարյանը, որից պահանջում են $200 միլիոն թալանի վերադարձ։ Իսկ ահա բոլորիս մոտ կոլեկտիվ ամնեզիա է, որտեվ ես հստակ հիշում եմ 4 միլիարդի մասին էր խոսքը, իսկ 200 միլիոնը դա 4 միլիարդի ընդամենը 5%-ն է։ Եթե մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Սերգեևնան իմանա մտնում եք ոնց են տոկոսները խզարում։ Ու այն 200 միլիոնը նենց չէ որ արդեն վերադարձրել են։ Դա 7 տարի է ուղղակի բարի ցանկություն է, ասես նայում եք ասում եք, «Օ, հեսա, մեզ տալու են այդ 200 միլիոնը» ու այդ խոստման տակ քանի լայք էր 5,000 հոգի լրիվ օքեյ է որ 4 միլիարդի են 3.8-ը ջրվի, իսկ այն 200-ը հեսա վերադարձվելու է։ Շարունակենք զարմանահրաշ թվաբանությունը։ Civilnet-ը ստուգել է Ավինյանի հայտարարությունները Անիֆի ծախսերի եւ եկամուտների հետ կապված։ Անիֆի վրա պետությունը ծախսել է 4.19 միլիարդ դրամ, Անիֆի ստեղծած դուստր ընկերությունները 5.5 միլիարդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը։ Լավ, էլի չասեք դրել ստուգել են այդ թվերը։ Հա, անխնա հարցումներ են ուղարկել, հետո համատ դրել։ Բա ինչ եղավ, այն մեր մարդկային վստահելը ջրվեց, ջնջվեց դա։ Դառնա։ Տիգրան Ավինյանի պնդումը, թե Անիֆի վրա պետությունը ծախսել է 4.19 միլիարդ դրամ, հակասում է փաստաթղթային տվյալներին, որոնք ցույց են տալիս, որ 2019-ից 25 թվականներին Անիֆին հատկացված գումարների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 21 միլիարդ դրամ։ Ինչը դες մի 5 անգամ ավելի շատ է, քան 4 միլիարդը։ Հասմիկ Սերգեևնա, տենում եք աղյուսակներն եմ հիշում։ Հոդվածը պատմում է նաև Անիֆի դուստր ձեռնարկության մասին։ Ահա, Անիֆն էլ ունի դուստր։ Այո, բայց խնդիրը դուստր չէ, դա տենց կուսակրոնություն խախտելով չստեղծվել է դուստերը, այլ այն ներդրումները, որը արել է դուստրիկը։ Berrymound ընկերության սեփականատեր Դմիտրի Ալեքսեյենկոն ըստ Ազատության հետաքննության Տիգրան Ավինյանի դասարանցին է։ Չնայած ներդրված գրեթե 1 միլիարդ դրամի ծրագիրը տապալվել է։ Հետքի տվյալներով CFW ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ Մայրամ Փալավանու մտերիմ ընկերուհին է։ Ընկերությունը փաստացի գործունեություն չի ծավալում, չունի աշխատակազմ բացի տնօրենից։ Global Connect ընկերությունը կապում է Անիֆի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի մտերիմ ընկերոջ Սերգեյ Գրիգորյանի հետ։ Մի տեսակ ինչ որ շատ չի։ Հա, ու ընդ որում նրանք որտեղ ուղիղ ինչ որ մոտ մարդկանց հետ չեն կապում, նես չի որ լավորի են, կամ սնկացել են, կամ դատերի մեջ են, ինչը խոսում է նրա մասին, որ այդ 21, էլի ոչ թե 4 միլիարդը շատ անորոշ գլուխ է ծախսվել։ Այդ փողը օրինակ կարար ուղղվել այն մարդկանց, ովքեր ուզում են օգտվել եկամտահարկից, բայց չհասցրեցին, որտեղ իրանց գինը չէր տեղավորվում այդ 55-ի մեջ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում մենք պետք է ընտրենք կամ Եվրոպա, կամ Եվրասիական միություն։ Եվ մենք որոշում ենք կթել երկուսին էլ։ Սուպերմարկետներում ապրանքների պիտակները ձեզ նագլի հարիֆացնում են, բայց մենք հիմա ձեզ կօգնենք։ Բաները, որ գրած են փաթեթավորման վրա, շատ հաճախ ձեզ դնում են ապուշի տեղ։ Օրինակ, երբ գրած է առանց հավելյալ շաքարի, դա առաջի այսքից կարա թվա թե առանց շաքար է, բայց եթե դենց լիներ, հենա կգրեին առանց շաքար, ձեզ ուղղակի փորձում են ֆռացնել։ Հիմնականում դա նշանակում է, որ ախպերս մեր ինգրեդիենտներից մեկը արդեն դա շաքար ունի, հենց որ պետք չի ավելացնել։ Պիտակի վրա գրած է gluten free, առանց գլուտեն, բայց դա գրած է ջեմի կամ բուսական յուղի վրա, որը չի էլ կարա երբևիցե գլուտեն ունենա։ Ուղղակի տենց գրում են, որ դու մտածես, «Արա դե առանց գլուտեն է, կարելի է մի 400 դրամ ավելել տալ սրա համար»։ 100% բնական, սա նշանակում է, որ մեջը ինչ ասես կարա լինի, բայց եթե մի հատ նարինջ կա իրական,
Վագրենք 100% բնական։ Հա, ու նարինջը համել դե մի քիչ վիտամին C ունի, եկեք ճպցնենք, որ մեր ապրանքը համել վիտամինային է։ Առանց GMO գրում են բաների վրա, որոնք նույնիսկ եթե շատ ուզենային չեն կարող ունենալ GMO։ Ամեն անգամ երբ տեսնում ենք պանրիկ, պանիրի տեղը, սմիտանկա, սմիտանայի տեղը, տվարաժոկ, տվորգի տեղը, դա ինչ որ cute marketing չի, դա ուղղակի կրուտիտ է, որ իրանք չեն պահպանել դրա ռեցեպտը։ Մի թողեք ձեզ հարիֆացնեն 21-րդ դարն է վերջի վերջո։ Մանկական ներկայացումների սեզոնը եկել է, ու որպեսզի հետո չընկնեք ճարահատված, վայ, վույ, տոմս չեմ կարող ճարել, life hack ենք ձեզ բերել, Ticket System AM։ Մտնում եք նախորոք ձեռք եք բերում տոմսերը, որ ձեր այդ համով բալիկների հետ ամեն ինչ հասցնեք։ Իսկ եթե բալիկներ չունեք, վերցրեք ձեր ընկերուհուն, գնացեք օպերա, բալետ, ստենդափի տոմսեր ձեռք բերեք, ու եթե երեկոն լավ անցնի, ապա մյուս տարի կունենաք բալիկներ ու միասին կգնաք նոր տարվա միջոցառումների։ Եվ այսպես Հայաստան-Գերմանիա հարաբերությունները հասել են իրենց ամենաջերմ պահին 45 թվից էսկոմ։ Սկսվեց հայ-գերմանական ռազմավարական համագործակցությունը։ Դեռ վստահ չենք այդ ինչա, բայց շատ լավ է հնչում։ Ոստեղ լրագրողները հիշեցին, մի րոպե, մենք հիմա Եվրասիական միության հետ ենք, թե եվրոպականի։ Հիշեցնեմ, որ դրանք միմյանց բացառող ու շատ չսիրող միմյանց միություններ են։ Կառավարության համար Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե երբ է պատրաստվում Հայաստանը դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ երբ է ի վերջո ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու։ Մի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չի, բայց մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Բայց այդ երկուսը մի տեսական համատեղելի են։ Ոստեղ հայտնվում է Էդմոն Մարուկյանի վաղուց մոռացված երրորդ ճանապարհը, որը հիշեց Փաշինյանը։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի։ Եվ մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել։ Ախարա ոնց է դզում, որ բոլորը մեզ ուզում են, մենք ոնց որ 18 տարեկան թույն ծիտն ենք, որի հետևից բոլորն են գազը, ու մենք մտածում ենք, դեռ մի 20 տարի ունենք մտածելու։ Բարեբախտաբար դեռ շուտ է այդպես որոշում կայացնելու համար, իսկ մի 200 տարի կարանք հանգիստ երկուսին է կտենք։ Բայց այդ պահը, որ գա որոշում կայացնելու, արդեն պետք է կամ մեղացնենք Եվրոպային, կամ մեղացնենք Ռուսաստանին։ Ունեք ինչքան գոհ է իրանից, որ այդ պահը ջոգել է ու մաքսիմալ օգտվում է։ Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, ասենքն դա ճաշակային որոշում է, եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնենք այդ որոշումը։ Կայֆ, ու մենք հով լրված ենք, вообще եկեք հայտարենք, որ մոտակա 10 տարին մենք վեգան պետություն ենք։ Այսինքն ինչ իմաստով։ Ով ոնց ուզում է թող հասկանա, կարևորը մեզ հանգիստ թողնեն։ Լավ, բայց մեծահասակ կլնենք, էլի ինչ որ պահի գալու է այդ օրը, որ պետք է ինչ որ որոշում կայացնենք, ու այդ վաղտին չենք անելու։ Երբ որ մենք դիմենք Եվրամիության անդամ դառնալ, այդ կետին հասնելուց հետո, իսկ մենք դրանից առաջ իմաստ չունի, որ դա անենք, երկու տարբերակ կա, մեզ կամ կընդունեն Եվրամիության անդամ, կամ չեն ընդունի Եվրամիության անդամ։ Սա հաշվարկել է շայթանը, ամեն մի սանտիմետր, ամեն մի տրանսֆորմացիա ֆորմատ գծել է սիրուն։ Բայց քանի մտածում ենք ում ենք տենց օրցերության ջուր տալու, ինչ որ բաներից արդեն իսկ օգտվում ենք։ Շատ կարևոր նորություն իմացանք երեք Բերլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ մյուս տարվանից, հունվարից կամ գուցե փետրվարից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինի։ Դե վсё գնում ենք քոչարի պարապելու։ Սրանից հետո ամեն նոր տարի Ռեխստագի վրա պարելով ենք նշելու։ Ոնց դաբից է եղավ։ Մարդիկ մեզ չեն հասկանում, որովհետև ասում են լուրերով նայում ենք, որ Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատանն էր։ Թեթև մունաթ է եկել, ասել է Եվրոպային
Ասիբե մենք ժողովրդին ասում ենք, որ լավ են Եվրոպայի հետ, դուք դաժե վիզա չեք տալի ու մոնաթը աշխատել է։ Լավ, հիմա ամենասկանդալային պահես Գերմանիայի այցի Փաշինյանը առաջարկեց փակել Արցախի եւ Արևմտյան Ադրբեջանի էջերը միաժամանակ։ Սառաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Սակայն մի քիչ դուրս չգար արցախցիներին, ով այնտեղ 3000 տարի ապրել են ու իրանց ընդեից վռնդել են, սաղ տներ բան խլել են եւ ոչ մի համատական չկա այն վիճակի հետ, երբ իրանք իրաց տները վաճառել են, էսկորտով սիրուն ուղեկցվել են հանգստացի, էլի։ Փաշինյանը հանգստացրեց բոլորին շատ տրամաբանական բացատրությամբ։ Եվ եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ուսեն ուզում եմ մի ամբողջ ժողովրդի տուն տեղ հայրենիք ունենալու իրավունքը փուռը տա։ Okay, սա մի տեսանկյուն։ Հիմա ուշադրություն շատ ոչ պոպուլյար մյուս տեսանկյունն եմ ներկայացնելու, կողքի կամերա։ Իսկ սիրելի արցախցիները ընդհանրապես բոլոր հայերը կարան մի փոքր քթիծակ եւ խորամանկություն ցուցաբերել եւ խափեն բոլորին, ասեն որ փակա էջը սենց խաչելով մատերը ու հետո որ արդեն ուժեղանանք ասենք բերեք համ Արցախը, համ Ղարսը, համ Բիթլիսը։ Զուտ, որովհետև հիմա ինձ թվում է կարծես թե այդքան հզոր չենք, որ արդարություն ուզենանք կարիկատուրն դիկտատուրայից եւ պորնիկ Եվրոպայից։ Լավ, գնանք առաջ։ Գերմանիա ռազմավարական այցից հետո տեղ ունեցավ տրամաբանական այց Մոսկվա, որովհետև մերը բիպոլար կոմպլեմենտար քաղաքականությունը, մենք սիրում ենք ծայրահեղություններ, բայց Մոսկվա հասնելուց Փաշինյանի ինքնաթիռը չեն թողել մտնի, որտեղ ինչ որ վտանգ էր, դրոններ են ուկրաինական ենթադրաբար գնացել է Պետերբուրգ, հետո նոր եկել Մոսկվա եւ ինչու ոնց այդ ամենը կպարզաբանի մեր հատուկ թղթակիցը։ Փաշինյանի ինքնաթիռը ԵՄ-ից չկարողացավ իջնել Մոսկվայում ուկրաինական դրոնների պատճառով եւ թռավ Լենինգրադ։ Սա է երկնքի պատասխանը Հայաստանի քաղաքականությանը, որովհետեւ երկինքը Եվրոպամետ է եւ չի ուզում, որ Փաշինյանը մերձենա Ռուսաստանի հետ։ Բայց նա գնաց, ումի ջանջիկ արել ռուսների հետ էր։ Շատ լավացավ, երբ շատ լավացավ մի խոսքով։ Այդ ընթացքում վերադառնանք ներքին գործերին։ Մեծ բոլորած սկսեց փոքր չափերով սիսակը։ Ինչ եք կարծում գործարան են բացում։ Չեք հավատա, բայց ուղիղ հակառակը։ Երբեմնի հսկա գործարանը վերացրել են ու տեղը առևտրի կենտրոն են բացում։ Ու երբ Սիսակը ասում է, որ վերացրել են հսկա գործարանը ու տեղը կառուցել են առևտրի կենտրոն, ստեղծում է տպավորություն, որ Սամվել Կարապետյանը եկել է տեսել է հսկա գործարան, ասել է վերացրեք այս գործարանը եւ տեղը ստեղծեք հսկայական առևտրի կենտրոն։ Չէ, բայց արի շատուկի խաղանք էլի Սիսակի այս փոքրիկ խաղը։ Եվ այսպես եկան մեր ձևով տեսան այդ գործարանը եւ ուզեցան վերացնել։ Ցույց տուր դա Սիսակ։ Եկեք ցույց տամ։ Այդ գործարանը արաբկիրի կահույքի ֆաբրիկան էր։ Խորհրդային Հայաստանում իր տեսակի մեջ կառուցված առաջին գործարանն էր։ Խի են Սիսակին թողնում ինտերնետ մտնի։ Սիսակ, հոգիս, նախկին լրագրողս, ուրեմն նայ, այդ քո կադրի մեջի սովետական միությունը, շատ դառը եմ ասելու, քանդվել է, հետո 90-ականներին թալանել են ամեն ինչ հնարավոր էր թալանել ու քանդել, դրանից հետո 2017 թվին արդեն, որ այնտեղ ոչ մի բան չկար, կրկնում եմ, չկար, 17 թվին կառուցվեց Rio Mall-ը։ Մերոպե, դու ուզում ես ասես նախկին լրագրող Սիսակը դա հաշվի չի առել։ Երբեմնի այս հսկա գործարանը քանդեցին ու տեղը Rio Mall առևտրի կենտրոն կառուցեցին։ Իհարկե կարող եք ասել, երբ կառուցում էիք այս մոլը, գործարան չէր, այլ ավերակ էր, բայց 2018 թվականին ձեր իշխանության պատճառով հանրապետությունում գրեթե բոլոր գործարաններն էին դարձել ավերակ։ Այսպես մի թեթև Սիսակյան ձեռքով Լևոնը, Սերժը Քոչարյանը հայտնվեցին Սամվել Կարապետյանի ջեբում։ Հոգիս բոլոր նախկին նախագահները հիմնականում իրար չեն սիրում, եթե չասեմ, որ вообще իրար չեն սիրում։ Սիսակ Միլեսի գաստուր միջև վերջ, մի հատ նեց առաջարկություն արա, որ գերմանական տնտեսական հրաշքը սրա կողքը ամաչի։ Եթե իսկապես կարևորում եք գործարանաշինությունը, մինչև խորհրդանական ընտրություններ փակեք այս մոլը եւ տեղում որևէ գործարան բացեք։ Որովհետև գրագետ տնտեսությունը տենց են հենց զարգացնում, փակում են 500 հոգի աշխատացնող ԵՔ մոլը, տեղը կառուցում են սամալյոտաշինական գործարան։ Հա, որովհետև
օդի վիճակը Երևանում այնց եք մխտրել, են որ 200-ի է այնց հասնում, որ հələ ոնց որ տեղ կա, որ մի հատ է գործան, այնց արաբ գիրում տեղավորենք։ Լավ, եկեք բարձրացրենք այս վիճակը մի հատ նախընտրական սուտ երևի խոստումով։ Նախընտրական սուտ նախընտրական։ Օ, Ավինյան, Այս մանկապարտեզը որ կառուցում ենք, բոլորովին նոր մանկապարտեզ է լինելու եւ Կիլիկիա թաղամասի եւ Նորագյուղի համար։ դե ինչ, խոստացել է, ասեք անենքի շրջանակում 2 տարի առաջ հնչեցրել է, տենանք ուր հասան։ Մեսրոպ, լամայիվո полностью։ Հարգելի համաքաղաքացիներ, 23 թվականին Կիլիկիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը ոգևորված տեղ կանգնած երեխաներին հավաքել էր, կողքից այդ իրանց 10 ովչիկներն էլ ասում էին ուրա, մատ երեխաներ ուրա ասեք, ուրա էին գոռում, բան էին անում, որտեղ մանկապարտեզ է կառուցվելու, հետո Տիգրան Ավինյանը գալիս կանգնում այստեղ, երեխաներին սենց հավաքվում են այստեղ Ինձ սկսում է թվալ, որ մանկապարտեզը տենց էլ չի կառուցվել։ Դե այդ պահին այդ ասեք անենքի աֆեկտի տակ ա եղել, հիմա բանը ասելա։ Զատո այդ ժամանակ երեխեքին ոնց է ոգևորել։ Բացառված չի պահիտակ երեխաներին շշնջալով խոստացել է կրթության փողնել տալ, ինչպես դա արել է ժամանակին Մայքլ Սկոթը։ Եկեք գնանք այն մանկապարտեզի ձեռնով նկարի մոտ նկարենք։ Նայեք ինչ մանկապարտեզ են սարքել մարդիկ ժողովուրդ։ Հիասթափեցրեց մի քիչ երեխաներին Ավինյանը, բայց դա քիչ էր, հետո էլ մի հատ նամակ ուղարկեց նոր տարվա բերան, որտեղ գրած էր երեխեք, կստացի ձմեր պապն էլ չկա։ Մի անգամից ամբողջական կյանքի դաս Ավինյանից։ Հիմա այդ երեխեքը զարմացած ասում են ոնց մետրո էլ չի լինելու մեր մոտ։ Մանկապարտեզ խոստանալուց երեխեքի ականջի շշնջացել է, մի հատ էլ մետրո է կառուցելու։ Բայց ինչպես ասում են Աչափնյակում, մետրո, չեմիչե չամչով փլավ։ Լավ լուր է պետք։ Okay, կան լավ լուր, որտեվ որոշ տեղեր ինչ որ բաներ ամեն դեպքում կառուցվում են։ Հայաստանի հիմնադրամը շարունակում է դրա մահավաքը կառուցելու Սպանդարյանի ջրանցքը ու միաժամանակ կառուցումը։ Նույնիսկ Ֆրանսիայի դեսպանն էր ոգևորվել։ Շատ ուրախ եմ այսօր լինել Սյունիքում, ռազմավարական այս կարևոր տարածքում, այս մարզում, որը պատրաստվում է դառնալ խաղաղության խաչմերուկ։ Ջո գելեք ինչ կապված է ջրի հետ, Ֆրանսիան միշտ մեջն է։ Վիոլա ջուրը, հիմա Սպանդարյան ջրանցքը։ Դե հուսանք ուշացումներ չեն լինի, ջրանցքը կկառուցվի, ում ձեռն է այս ամեն ինչը։ Ասել ենք մի փուլի, երբ ավելի շատ կախված են աշխատանքները այս մարդկանցից, եկեք ողջունենք շինարարներին, նախ եւ առաջ։ Հայեր, տեսակ ինչ սիրուն ես ամբողջ պատասխանատվությունը գցեց շինարարների ջեբը, իսկ դրա մահավաքը շարունակվում է, տեմպից չեն կգնում։ Լավ, իսկ հնարավոր է մաքսիմալ հասկանալի լեզվով բացատրել ինչի է դա այդ ջրանցքը կարևոր։ Ունեինք մոտավորապես 700 գլուխ կթուկով։ Այս 3 տարվա ընթացքում զուտ ջրի պակասի պատճառով գլխականակը իջել է մինչև 247։ Կովերը հրաժարվում են բազմանալ առանց ջրի։ Լավ, հիմա թռնենք լորի, որտեղ մարզպետը խնդրեմ ունի կրկեսի հետ։ Սարգելի գործընկերներ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Տաշիր բարեգործական հիմնադրամին քննադատել է մարզի երեխաներին Երևան կրկես տանելու համար։ Մկրտչյանը ահավոր նեղ սրտեց, երբ պատկերացրեց այդ երեխեքի գոհ դեմքը կրկես գնալուց հետո ու մտածեց ինչի խիպ պտի երեխեն մարզից դուրս նորմալ բան տենա։ В общем, Տաշեր գրուպն էր կազմակերպել, դրա համար Մկրտչյանի դուրը չեկավ դա։ Դե, քանի որ ընտրություններին մնացել են հաշված կես տարի, Մկրտչյանը մտածեց, որ Նախընտրական շրջանը բոլորին պարզ է ու բոլորը հիշել են, որ այս մարզում երեխեք կան։ Արենջան հանգիստ լորեցները խելացի վերլուծող ժողովուրդ են ընտրությունից առաջ կմտածեն ահան, այս մի ուժը մեզ մի հատ կրկես է տարել, զատո ԿՊ-ն ամեն օր բարձրացնում է մեր կյանքի որակը, բայց եթե միջև այդ կյանքի որակը բարձրացած չլնեք, հա, այդ կրկեսը ահագին հիշվելու է։ Լավ, ստեղ մեր ձևովներ ահագին անհարմար բան հիշացրեց մարզպետին։ Երբ դու փոքր էիր եւ քո ընտանիքի մեծերից մեկը Լոռվա մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենն էր, ինչպես միշտ այդ մանկապարտեզի սաները Տաշիր բարեգործական ընկերություններից նվերներ է ստացել։ Դե ապրեք, հիմա հատ գնալու է հետ վերցնի այդ արդեն մեծացած նախկին երեխեքից նվերները։ Լավ, հիմա շատ լավ լուր է պետք, շատ լավ լուր։ Իսկ այդ ընթացքում նախագահը տոնում է հավերժական չեզոքության օրերը։ Ինչ կմտածեք դուք։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Աշխաբադում է Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Թուրքմենստանում պետք է նշենք չեզոքության ոչ թե տոնը, այլ հավերժ չեզոքության 30-ամյակը ու ասին, արա առանց Վահագն Խաչատուրյանի ոչ մի չեզոքության հավերժ 30-ամյակ, we need our party animal։ Եվ всё, բոլորիս շնորհավորում եմ Թուրքմենստանի հավերժ չեզոքության տոների կապակցությամբ եւ մնացեք մեզ։ Հավերժ մնացեք մեզ հետ։ Ինչպես չեզոքությունը Թուրքմենստանի արդեն 30 տարի է։ Մեր հավերժ չեզոքությունը երբ ենք բանել։ 30 տարուց։ Մեր գործընկեր Դոմուսը շարունակում է ծլել, ծաղկել, ընդլայնվել։ Այժմ ունեն նոր հասցե Արշակունյաց 33։ Գեր ժամանակակից խանութ սրահ, որտեղ կգտնեք կահույք, տեխնիկա, տարատեսակ դեկորներ, շինանյութ, մի խոսքով ամեն ինչ մեկ վայրից։ Այն ամենը ինչ պետք է սիրուն ու ջերմացնող տուն ունենալու համար։ Նոր տարին դիմավորենք թարմացրած վայրում, բոլորս դեպի Դոմուս։ Բոլորս դեպի Արշակունյաց 33, նրանք բաց են ամեն օր։ Մեզ հաճախ հարցնում են տղաներ, իսկ ձեր անուշ գործընկեր Sky Motors-ը արդյոք չունի Conquer 5 եւ 7 տոննա բեռնատարողության բեռնատար շասիով։ Այսօր մենք այդ հարցին կպատասխանենք, այո, ունի ու կանխատեսելով ձեր հաջորդ հարցը, դրան էլ կպատասխանենք։ 11.7 միլիոն դրամ։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք ձեր երազանքների մեքենայի մասին։ Համեցեք Թբիլիսյան 20։ Սույնով ամփոփում ենք այսօրվա արմքոմեդին։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Ներողություն արտահայտությանս համար պլաստինգան դեռ աշխատում է, հա, որ ցանկացած Պիտակավորների դաշտում չեմ կարած երդ մրցան, նենց որ ասեք։ Առհասարակ չեմ կարողանում գտնել մի դաշտ, որտեղ կարող եք մրցել, բայց այնուամենայնիվ Դուք անմրցելի եք Վահագն։ Շնորհակալ եմ։ Նարեկ վիզաներ ենք ստանում գերմանական, հասկանում ես, մեր շոկով չէ, մյուս տարի, նու կարող է հենց հունվարից չէ, բայց փետրվարից Փաշինյանը ասեց զգուշավոր ակնկալում ենք, որ հեսա Գերմանիայի դեսպանատունը դեսպանիշ վիզաներ կտան, նենց որ ես չգիտեմ, ինձ թվում է ոնց որ լավ բան է։ Որպեսզի այն մյուս տարվա փետրվարին մտնենք, ավա, սկսենք արդեն դրանց հետ։ Արա, սպասի, փաստորեն Գերմանիան ջուր է լցնում ԿՊ-ի նախընտրական քարոզարշավի ջրահացին։ Այս մոմենտով թողեցնի, որպես վիզաները տան։ Okay։ Տեսնես ծաղկաձոր դիլիջան նոր տարվա գները։ 7 անգամ Գերմանիա կգնաս կգաս, եթե վիզա։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա